Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ես մի հարց եմ ուզում բարձրացնել, կապված դուք ասացիք, որ նաև սա ազդելու է բնականաբար խափանման միջոցի վրա եւ քննիչները հնարավորություն ունենալու խափանման միջոցը օրինակ կալանք որպես խափանման միջոց ընտրել, փորձել կիրառել։ Ես բնական է կարծում եմ այս օրենքը տեղին է եւ մենք պետք է խստացնենք, բայց ես դեմ եմ այն տրամաբանությանը, որը որ հաճախ փորձում է դրվել այս նման քայլերի մեջ, այն է խափանման միջոցի մասով հնարավորություն տալ քննիչին կալանքը օգտագործել։ Ես դիմում եմ բոլոր քննչական մարմիններին, մեր քննչական մարմնին, բոլոր իրավապահ մարմիններին եւ ուզում եմ տեղյակ պահել, որ անձամբ զբաղվելու եմ եւ հետեւելու եմ այն փորձին, որ մարդուն ուղակի բռնեն, տանեն, նստացնեն, միջև ինքը ինչ որ մի բան, ինչ որ մի տեղից գրի, պատմի եւ ասի։ Այտենց կարա մեր աշխատակազմի կեսը աշխատի իրավաբան եւ իրավապահ մարմինը, այտենց չեն աշխատում։ Այտենց չեն աշխատում։ Այդ պրակտիկան մարդուն տանել գցել բանտ, որ ինքը ինչ որ ձևով ինչ որ մի բան կորզել իրանից, որ դրա վրա կառուցել քրեական գործ, արատավոր գործառույթ է, դա պետք է դատարաններում քանդվելու է, դա պետք է վերացվի եւ կոչ եմ անում մեր դատավորներին։ Հարգելի դատավորներ, խնդրում եմ ձեզ, հորդորում եմ, որ նման գործերով չբավարարել միջնորդությունները, անկախ թե ում է դա վերաբերվում, անկախ թե ում է վերաբերվի ամենա բան դեպքերին, մի արեք, եթե տեսնում եք, որ արվում է նրա համար, որպեսզի քննիչը ուղղակի իր գործողություն քիչ անի, բայց ունենա ինչ որ մի փաստաթուղթ, որտեղ մարդը ինքը իր վրա ցուցմունք է տալիս կամ ինչ որ բան է վերցնում, մի արեք։ Կրկնում եմ, դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին, հետևելու եմ դրան, բարձրաձայնելու եմ, դրա մասին խոսալու եմ, չանեք տենց բան։